Սաղմոս 10-րդ աղոթք արդարության համար։ Ով Տեր, ինչու ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։ Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը։ Թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք քնարեցին, որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։ Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն։ Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։ Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ։ Քո կանոնները վեր են նրա տեսողությունից։ Նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։ Նա ասում է իր սրտում, ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա։ Նրա բերանը լիքն է անիծքով, նենգությամբ և սպառնալիքով։ Նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։ Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին։ Նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։ Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում դարանն է մտնում, որ աղքատին հափշտակի ու հափշտակում է։ Աղքատին և իր որոգայթի մեջ գցելով նրան կուչ է գալիս պառկում և խեղճեն ընկնում է նրա ճանկերի տակ։ Նա ասում է իր սրտում Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի։ Վեր կաց Տեր, ով Աստված, բարձրացրու քո ձեռքը, մի մոռացիր նեղյալներին։ Ինչու ամբարիշտն իր սրտում անարգի Աստծուն և ասի, դու չես քննի։ Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով։ Աղքատն իրեն հանձնում է քեզ, դու ես որբի օգնականը։ Կոտրիր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։ Տերն է թագավորը Հավիտյանս Հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։ Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տեր, հաստատիր նրանց սիրտը և ականջտիր, որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։